Հայաստանի արդյունաբերական սրտում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում յուրաքանչյուր տոննա հանքաքարի արդյունահանումը սկսվում է ճշգրիտ հաշվարկից և բնականաբար հզոր ու կառավարվող պայթյունից։ Սակայն մինչև իրական որոտը պայթյունը նախ լռության մեջ է կազմակերպվում համակարգիչների էկրաններին։ Սա պայթեցման սիմուլյացիան է, լեռնային ապարների տեղաշարժն է։ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի լեռնատեխնիկական ծառայությունում կայծեր ու պայթյուններ չկան, բայց հենց այս սենյակից է սկսվում ողջ գործընթացը։ Ժամանակակից թվային տեխնոլոգիաներն ու համակարգչային հատուկ լուծումները թույլ են տալիս սանտիմետրի ճշգրտությամբ որոշել ապագա պայթեցման վայրը։ Մասնագետը էկրանին տեսնում է ապարի ամրությունը, հաշվարկում հորատանցքերի քանակը, դրանց անհրաժեշտ խորությունն ու դասավորվածությունը, որպեսզի պայթյունը լինի առավելապես արդյունավետ եւ անվտանգ։ Նախքան պայթեցումը իրականացվում է պայթեցման եռաչափ մոդելավորում եւ սիմուլյացիա։ Սիմուլյացիայի ժամանակ, եթե որևէ արդյունքներ չեն բավարարում, հնարավոր է լինում կատարել ճշգրտումներ լավագույն արդյունք ստանալու համար։ Երբ պայթեցման թվային անձնագիրը պատրաստ է, գործի են անցնում հորատող մեքենաները։ Սա երկրորդ կարևոր հանգրվանն է։ Հորատողի խնդիրն է համակարգչի տված կոորդինատներով անցքեր բացել կարծր ապարի մեջ։ Սխալվելու իրավունք չկա։ Յուրաքանչյուր հորատանցքի խորությունից է կախված, թե ինչպես իրեն կդրսևորի պայթուցիկ նյութը։ Իսկ չսխալվելու հարցում կրկին օգնում են ժամանակակից տեխնոլոգիաները։ Առաջ իջնում էինք, նայում էինք որտեղ ենք կանգնում, հիմա սա կոմպյուտերով հետ ենք տալիս, ինքը ցույց է տալիս որտեղ պիտի կանգնես։ Կանաչները սա արդեն հորատված հորատանցքերն են։ Արդյունավետը ժամանակի ընթացքում էլ է, ինչքան շատ ես աշխատում, այնքան ավելի շատ հմտությունները ավելի ավելանում է։ Նոր տեխնոլոգիաները միայն բարելավում են գործընթացը, որովհետև տեխնիկան չի հոգնում, չի թերանում իր աշխատանքի մեջ, մարդկային գործոնները բնականաբար քչանում են, բայց միևնույն ժամանակ մասնագետների մասնագիտական կարողություններն էլ իրենց հերթին մնում են իրենց տեղում եւ ժամանակակից տեխնոլոգիաները բազմամյա փորձի մասնագետների հմտությունների հետ միասին ստեղծում են այն համակարգը, որը անխափան աշխատում է։ Բաց հանք է մտնում պայթեցնողների խումբը։ Այստեղ պատասխանատվությունը կրկնակի բարձր է։ Նրանց աշխատանքը սխալներ չի ներում։ 20 տարվա փորձ ունեցող Գարուն Պողոսյանը պատմում է, այստեղ կանոնները խիստ են, կարգապահությունը ամենաբարձր մակարդակում։ Արի, յոթ, հաջորդ։ Ես գործում զգուշն ես, չվիրեբի ես եմ, որ ասմա սապյորը կյանքում մի անգամ ասխալում, նույնն էլ պայթեցնողն ատենց։ Կյանքում մի անգամ կարող ասխալվես, անուշադրի գործ չանես, ուշադրությունը պիտի միշտ տեղ լինի, ու նորմալ աշխատես էլի, աշխատանք, ամեն աշխատանք էլ իր ծանրությունը ունի, այս աշխատանքն էլ իր ծանրությունը ունի։ Յուրաքանչյուր անցք լիցքավորվում է հատուկ նյութերով, որոնք վայրկյաններ հետո հսկա ժայռերը պետք է վերածեն մանր կտորների։ Ստեղ կախում ենք առաջնահերթ պայթուցիկը, յոգորտային վիգդանիտ ակոչում, սելիտրա մեկ է սալյարկա խառնված, նստում ենք հետո նոր հողով փակում, որպեսզի ինքը գազերը դուրս չգա, արդյունքը նորմալ կատարվի։ Վերջնական գործը շղթայով կապում ենք, նոր պայթեցնում։ Գործը ծանր է, բայց բոլորը սիրով են անում, փաստում են թե աշխատակիցները, թե նրանց ղեկավարը։ Թեև թվում է, որ աշխատանքը նույնաբովանդակ է եւ կրկնվող, իրականությունն այլ է։ Գաղտնիքը վերջնարդյունքի մեջ է։ Յուրօրինակ ու չկրկնվող է հանքում իրականացվող յուրաքանչյուր պայթյուն։ Յուրաքանչյուր պայթյուն ինքս դիտում եմ, հարմար դիրք եմ բռնում, որ տեսնեմ պայթյունը ոնց պայթեց, էլի, ես իմ աչքով պետք է դա տեսնեմ։ Հետո վերլուծեք։ Իհարկե։ Այդ ամեն ինչը մենք պայթյունից հետո իմ անձնակազմի հետ, աշխատակիցների հետ թերությունները, առավելությունները քննարկվում է։
Կազմակերպված ու անթերի աշխատանքից զատ կա եւս մի կարևոր փաստ, որը ստիպում է հարգանքով լցվել այս մարդկանց հանդեպ։ Շուրջ 75 տարվա պատմություն ունեցող հանքում պայթեցման ստորաբաժանումը լինելով ամենավտանգավորն ու ռիսկայինը չի ունեցել եւ ոչ մի միջադեպ կամ պատահար։ Սա անվտանգության բացարձակ ռեկորդ է, որի հետևում կանգնած է աշխատանքների ղեկավարների եւ ողջ թիմի պատասխանատվությունը։ Քանի որ պայթեցման աշխատանքները հենց ինքն իրեն արդեն վտանգավոր աշխատանք է, ուրեմն շատ մեծ ուշադրություն ենք դարձնում մենք անվտանգությանը, շատ խստորեն հետևում ենք այդ ամեն ինչին, որպեսզի ինչ-որ միջադեպներ չլինեն, քանի որ դրանից կարող է շատ ծանր հետևանքներ լինել, գիտակցելով այդ ամեն ինչը մենք համապատասխան միջոցներ ենք ձեռնարկում, ապահովելով այդ ամբողջ գործընթացը։ Տարածքից տարհանվել է ողջ անձնակազմն ու տեխնիկան, հնչել է վերջին նախազգուշական ազդանշանը։ Հաշված վայրկյաններ են մնացել մինչև այն պահը, երբ մարդկային միտքը, ժամանակակից տեխնոլոգիաներն ու 75 տարվա փորձը կմիավորվեն լեռան նոր շերտը փխրեցնելու համար։ Այս մի քանի վայրկյանի հետևում հարյուրավոր մարդկանց ամենօրյա աշխատանքն է։ Հանքաքարը պատրաստ է տեղափոխման եւ հենց այդ պահից սկսվում է հաջորդ պայթյունի նախապատրաստման ընթացքը։ Մուշեղ Իսախանյան, Ռոբերտ Օհանջանյան, Արմենակ Նավասարդյան, Սյունիք հեռուստաընկերության համար։